Всем привет, ոնց որ կասեն ռուս բլոգերները, ողջույն բոլորին, ոնց որ կասենք մենք հայերս, սկսում ենք մեր նոր վլոգից բարդ ու խառնիճաղանջ նախադասությամբ, ինչպես տեսնում եք, պատրաստ եմ։ Վաղ առավոտը, ժամն 8:30 մոտավորապես, մենք այսօր գնում ենք բջնի։ Ուրեմն մի հատ հետաքրքիր բան պատահեց ամիսներ առաջ, երբ որ մենք գնացել էինք հատից, մենք գնացել էինք տուրով ու հետո դրանից 1-2 օր հետո, երբ որ ես հոլովակը տեղադրում եմ սոցհարթակներում, մեր Վանաձորի բարեկամներից մեկը գրում է, բայց մարդուն որտեղից գիտես, այդ տուրի ղեկավար մարդն է, էլի։ Ով մեզ տարել էր, չգիտեմ ինքնատնօրենը, թե ինչ, ամեն դեպքում ինքն էր սա հարցերով զբաղվում։ Ասեց որտեղից գիտես, ասեցին տուրա գնացել ենք, բան, ասեց բա ինքը մեր բարեկամն է։ Հետո բացատրեց ինչ կողմից է բարեկամ, ես էլ այդ մարդուն գրեցի, տենց ասեց վայ բան, ասեցի որ Մուրադի աղջիկն եմ եւ այլն։ Ու հետո այդ մարդից մի օր զանգեց, ասեց քանի որ բարեկամներ ենք, նա տեսպես խորհրդով էլի քեզ դիմեմ, ուզում եմ էլի ինչ որ տես տուր կազմակերպել, բլոգերներ կան եւ այլն, դա համ տուրին է ձեռնտու, համ բլոգերներն են գնում ժամ անցկացնում։ Մոտս ներվենացնում։ Դե ես խորհուրդ տվեցի իմ երկու ընկերուհիներին, Անին եւ Արմինեին, ում հետ միշտ գնում ենք ամեն տեղ, ասեցի իրանք կազմակերպում են միջոցառումներ ու լավ են կազմակերպում։ Դե ես ինքս չուզեցի, որովհետեւ ես չկամ էլի դրա մեջ, այդքան իմը չի։ Մի խոսքով իրենց տվյալները փոխանցեցի, իրենք կապվեցին ու այսօր կազմակերպել են այս բջնի տուրը։ Ունենալու ենք հետաքրքիր ժամանց, տեսակ ժամվայրեր ենք նայելու, Արտաշես ուրախ հյուրասիրություն, խաղեր, մրցութային խաղեր, մի խոսքով լավ օր է սպասվում մեզ։ Հիմա մոտավորապես կես ժամից ընկերուհիս կգա մեզ կվերցնի կամ իր ամուսնու հետ կամ էլ տաքսիով, հա, նայած, չգիտեմ ամուսնուն հարմար կլինի մեզ տանել թե ոչ, Մատենադարանի մոտից արդեն տուրի ավտոբուսով գնալու ենք դեպի բջնի։ Ինչ ասեմ էլ, ձեզ բարի դիտում, ես էլ գնամ մի քիչ զայրատկայի դնեմ հեռախոսը, չնայած մի 70 քանի տոկոս կա, բայց ես գնալուց power bank եմ վերցել, հետո ես գնալուց սիրում եմ ապահով գնալ, իմանալ, որ զայրատկայի խնդիր չի լինի, որովհետեւ բլոգերի համար զայրատկա ունենալ այդ չասեմ էլ։ Արտաշեսին ինձ հետ տանում եմ, ինչպես տեսնում եք, ինքը հագնվել, կապնվել է, պատրաստվել է իմ տղան, շատ ոգևորված է ու սպասում է, որ հավես ժամանց ունենալու, որովհետև այնտեղ երեխաների համար հատուկ զոնա կա, որտեղ իրանց զբաղեցնելու են խաղեր, մաղեր ու նաև մեր գոլեգաների երեխեքներ են լինելու, տաքստո ինքը հաստատ չի ձանձրանա։ Մեզ բարի ճանապարհ տղուկս, կհանդիպենք, արդեն կարծում եմ ճանապարհին գձետը այնտեղ միտեղ ավտոբուսի մեջից կմիանա։ Ես ու տղուկս եկել ենք այնտեղ որտեղից մեզ հիմա կվերցնի Արմինը եւ իր ամուսինը, հետո կգնանք կվերցնենք Անին եւ կշարժվենք դեպի Մատենադարան։ Արդեն զգացում եմ, որ եղանակը լավ տաք հարնելու, պրոստը ի հաշիվ նրան, որ դեռ առավոտ է ժամը 9:05-10 է, դեռ մի քիչ հով քամի կա, բայց հեսա այդ կվերանա։ Իհարկե բջնիում ավելի սառն է եղանակը, քան Երևանում։ Մի կողմից լավ է, չեմ ուզում վառվենք, որ ճիշտ ասեմ, այնպես որ հետ չեմ բողոքում, կարևորը անձրև չգա։ Երեխեք ժամ մենք արդեն ավտոբուսի մեջ ենք։ Երեխեքը հետևում են նստել։ Գնում ենք մեծ ավտոբուս է, կարմիր, սիրուն, փոքր։ Բայց իսկա ձուրիկը անի։ Չես էլ ամաչում։ Կյան գնա նստի չընկնես։ Ես եմ վտանգավոր մասերից որ մեծ ավտոբուսների շունչը սպահում եմ, որ ավտոբուսները սենց դժվար տեղեր են բանանում։ Մենք արդեն տարածքում ենք, տարածքն ենք ուսումնասիրում, հավես տեղ է։ Ինտերնետ կարող է լինի, չգիտեմ։ Արտաշեսը ստեղ գտավ իր դերն ու նշանակությունը, իսկ մենք գնանք տեսնենք այնտեղ ինչ է կատարվում, ինձ հետաքրքիր է։ Երեխեք ջան, մենք արդեն ներսում ենք համով հյուրասիրություն, այն հեռվում նվերներն են, այստեղ սուրճ է, մի խոսքով վայելքների մեջ ենք էլի, երեխան էլ դրսում խաղում է։ Արտաշեսի համար իր սիրելի բաներից եմ դրել, հիմա գնանք դուրս համ տամ իրան, համ էլ տեսնեմ ինչ է անում։
այնպես չեմ հակել, 14 տարվա խոհարար եմ նաև մասնագիտությամբ։ Այսօր մենք կճաշակենք այդքան է ճիշտ առողջություն։ Քաղցր ղափաման։ Ղափաման լինում է մի քանի տեսակի, ունենում ենք նաև մսային բանջարեղենով ղափամաներ, որը կոչվում է Էրզրումի ղափամա։ Դուք այսօր կհամտեսեք քաղցր ղափամա, դրա համար մեր անհրաժեշտ է դդում, որը նախապես մաքրվել է արդեն, մեղր, բրինձ, նախապես մի փոքրիկ այսպես ջրի մեջ եփած եւ իհարկե անուշեղեններ, չրեր, ընկույզ, մեղրով, յուղով այս ամեն ինչ որ տեսնում եք, մեղր եւ յուղ է, այսօր դիետայի մասին մոռանում եք եւ համտեսում եք անմահական ղափաման, ղափաման լինում է բավականին քաղցր եւ անուշաբեր։ Հիմա մենք փորձենք Գեղեցկու հիսա, սերս։ Ուզում եմ տղուս գտնեմ, բայց չեմ գտնում։ Պես տապակած են յուրի մեջ, ավելացված է դարձի մեխակ, Այդ պուխն է աչքիս, թռնում են անի։ ճիշտ շամից եւ դդմի կորիզներ։ Ու մեղր։ Արտաշեսի բամբանը ուզած նկարեցին, այսա։ Կարևոր թող չորանա, վրա չքսես, տղես։ Եկել ենք այս մասում վիդեոներ էինք նկարում խնդալու աղջիկներով, տենց չելենջ մելենջ էինք անում։ Արի գնանք ջուր գտնեմ։ Ուրեմն ինձ տակից տվել են քաղցավենքներ, Դավիթի քույրը, Դավիթը, որ ասեցի մեր բարեկամն է։ Քույրը ասում է մենակ ձեզ եմ հետեմ, բան Դավիթ ասում է իմ բարեկամն է, լավ կնայես, ասեց անձնական բաներ եմ բերել տամ։ Մի խոսքով տվել է, եկանք ստեղ, այս տարածքան իմ բացահայտել էր սյոմկեքի համար, մեկ էլ ստեղի աղջիկը պարզվեց ինձ ճանաչում է, ուսեն զիջեցին մեզ, թողեցին մտնենք։ Անին ասում է, էսա բլոգեր է, էսա, բա որ ինձ ճանաչում է, ես շոյվում եմ։ Տենց է լինում բլոգեր, բա չէ, մեր նման Չէ, լավ, դուք եք հայտնի, այն մի սկսի խեղճ բաներ ասել։ Մի խոսքով շատ հաճելի է շատ, միշտ որ sense որ ընդառաջում են կամ լավ են վերաբերվում, էս էլ գեղե, ասեք ինչ շքեղա։ Ինքը ես երկրպագու, ինչ Քիմ Քարդաշյան, ինչ Բիոնսե, ինչ Ջելլոյի համերգ вообще։ Անջատ ենք։ Երեխեք գնում ենք եկեղեցի հիմա, մեր ավտոբուսը արդեն կանգնած է, մի հատ Արտաշեսից գտնեմ, մի վայրկյանով պետքարան գնաց եկա, արդեն խաղահրապարակից եկել են այստեղ։ Շատ անկեղծ եմ, չէ՞ դե պետքարան բոլորս գնում ենք։ Երեխեք ջան գնում ենք եկեղեցի։ Օ, ճամբար է, այստեղ մանկությունս հիշեցի։ Մաման փոքր ժամանակ ճամբար էր գնում։ Բայց մնալով չէ, գնում ենք, այնտեղ ճաշ էին տալիս, խաղեր ենք խաղում։ Նայ Բերթայներ։ Նու բերթը խորագրվում է 9-ից 10-րդ դարերով։ Հիմա բերթի պես աննայք, մնացածը եկեղեցում հող տարածում դուպացում, որը շոկի չկան։ Շատ բարի։ Ջուրուսոկ վերցրեցի ու գնում ենք դեպի եկեղեցի, մի պահ կանգ առանք, ինչ որ գյուղական այդպիսի տեղեր, որտեղ լավաշ են թխում եւ այլն, հետո երեխեքը զբաղվելու են լավաշ թխությամբ։ Հա, բալես։ Ու հիմա գնում ենք այս գեղեցիկ, ենթադրում եմ, որ պատմամշակութային հին ինչ որ վանք է։ Հեսա մեզ կպատմեն ամեն ինչ։ Արի տղես։ Մենք գտնվում ենք Պջլո Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, իմ հետևում է գտնվում Պջլո Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել, սա ավելի ուշ է կառուցվել, դրանք 12-13-րդ դարերի խաչքար է, շիշկայի սիմվոլ, յոլկաների շիշկան պատկերացնում է, չէ, սրա վրա չկա, ուղղակի ոչ ստան շիշկա, դա խորհրդանշում է աշխարհի կենտրոնը, քանի որ հայերն առաջին են ընդունել քրիստոնեությունը, այդ սիմվոլը խորհրդանշում է աշխարհի կենտրոնը եւ հի խաչքարերի վրա քանդակված է։ Հանդիպեք նաև որքան կարմիրով խաչքարեր։
Երեխեք ինքան սիրուն ամեր բնությունը, բայց հավատացեք ոչ մի տեսախցիկ չի կարողանում փոխանցել այդ իրական գունապնակը, որը ուղղակի, չգիտեմ, չէ բալես։ Շատ սիրուն է։ Երեխեք ջան, մեր ղափամաները պատրաստ են արդեն, բացելու փուլն է։ Տեսնենք, առաջի անգամ եմ փորձելու ղափամա, если что։ Կերել, որտեղ միշտ մտածել եմ դուրս չի գա։ Խաղեր են պատրաստել մեզ համար, թիմերի ենք բաժանվելու, բուրըն պայքար է սպասում։ Երեխեք բաժանվել ենք 3 թիմի, արի, Կարմինեն։ Մենք իրար դեմ չենք մրցել, ամենակարևորն է։ Չէ, այսօր մեռնելով էլ լինի մրցելու այո, է։ հաղթելու է, բայց ոչ իրար դեմ, էլի։ Իրար դեմի մասին է խոսքը։ Всё, խզարում ենք։ Ես երեխայի մորաքույնն եմ եւ գտնում եմ որ աղջիկա։ Այս մրցույթը երեխեք, ես ինչ դաժան է։ Պարկի մեջ 1-ից մինչև 50-ն է։ Շարերի վրա գրված է թվերը։ Սա թիմային խաղ է։ Թիմային, կարմիր թիմը հնարավորինս արագ։ Աղա ավարտվեց, մենք ստացանք մրցանակներ։ Երեխեք ջան, այստեղ մեզ սեղան են գցել, խորոված ենք ուտելու։ Մի խոսքով համով բան է, որտեղ շատ սոված ենք, արևի տակ խաղացինք, սաղ էներգիան ծախսել ենք, պիտի հիմա լրացնել այդ էներգիան։ Եկավ նայ մեր խորովածը շատ ապետիտնի, վարդը շատ ապետիտնի։ Արտաշեսից կերակուրը տվեցի։ Մեկ ինչ աղմուկ է։ Երկրորդ բաժակ սուրճն է այսօրվա, առաջին դառը կապուչինո էր, սա լատե է, քաղցր ավելի, բավականին համեղ։ Մեզ մոտ արդեն գրեթե երեկո է, բայց հիմա նվերների հանձնման արարողությունն լինելու Արտաշեսը սուր է, հետո երգ, բալ, ուրախություն ու հետո կընկնենք ճամփա, էլի սենց ասած։ Մի հատ տղուս գտնեմ, շոտը աչքովս չի, լավ կարուսելի վրա նստած։ Սենց կռացած քայլել չկա, երեխեք։ Դեզ հաջողություն։ Ներքին տուրերից մենք ունենք նաև արտակնատուրեր Հայաստանից դուրս։ Դեպի Վրաստանի տարածքով, ամբողջ տարածքով ունենում ենք տուրեր։ Օգոստոս ամսին դեպի Մոնտենեգրո ունենանք խմբային տուր։ Կարող եք մեր էջին հետևել։ Օգոստոսի 6-ից 12-ը դեպի Մոնտենեգրո, Բուդվա քաղաք խմբային տուր ենք ունենալու 6 օրյա հանգստով, ծովային հանգիստ եւ իհարկե գաստրոտուրեր, այսօր դուք ականատես եղաք նաեւ գաստրոտուրի եւ համտեսեցիք պատրաստած ղափաման։ Մենք արդեն տանն ենք, ասեցի խորենին է կանչեմ, փորձի խորի, կլուբնիկը, շոկոլադի, դավիս ես կտամ, ես չեմ ուտի, ստեղ մալինա էլ կար, ես մալինա փորձեցի, դավո արիկ ուզես կյանք, կլուբնիկը շոկոլադի, մի քիչ հետ որ կանգնես կատ, դավո կանեսով ոչինչ չի փորձել, ես ես մալինա։ Շոկոլադն էլ է համուր։ Կլուբնիկը շոկոլադ է, Արիկ, կյանք, ստեղ մալինա շոկոլադի կա։ Ոչ կասկո մի կատաս։ Չկա, պրոստը երկու հատ, այդ պապային, որ մեր հետ չէին եկել, այսօրվա բարիքների չէին փորձել։ Ասեցի, ինգես։ ստեղ քոնի չընկել։ Նուր էլ կա ստեղ, խորս կարաս փորձես։
Փորձեմ։ Մալինա է, սա ձերն է, վերցրու։ Ցամուվա։ Հա, կյանքը սրանք տալվալու գցի արել։ Ես քեզ ասեցի։ Կամ ու նվիրեմ։ Ինձ ոչ մի կլուբնիկա թողնա։ Գնա մի հատ լվացվի կեղտոտե սահավոր, ոդքե լվացի ձերքե չէ։ Ու արագ շորը այդ գցի լվալու սաղ կեղտա։ Ես էլ լվացի ոդքերս մինչև գուշ ընդունելը, որովհետև սաղ բասանուշկայով է եղել ցեխը։ Արի գրկե։ Երեխեք, այսպիսի բաժակ եմ նվեր ստացել տուփով էր, այնտեղ այսօր մեր ամբողջ սուրճը ապահովում էր իրանց ընկերությունը, ու այսպիսի բաժակա դու ամենալավն է։ Օ, չէ, տեսել ես հետևին է։ Անտի, ինչով է սա։ Շատ սիրուն է։ Մի խոսքով ես կգնա խորիկին։ Երեխեք, այսպիսի արծաթի զարդ էի նվեր ստացել մեր նուրը, հա։ Սիրունի կա շատ, այդ մրցույթին որ մասնակցեցինք, որպես խրախուսական մրցանակ չհաղթեց մեր թիմը, բայց բոլորին տվեցին այսպես նվերներ, շատ հավեսիկն է։ Երեխեք, այսպիսի հետաքրքիր նվեր ունեմ, գինի է սրա մեջ, այստեղ կգտնի մեր այդ բանի մեջ, սենկայի, մագնիսի կա, մեր հայկական թեմատիկայով, եւ այս նուրնա, կախազարդի տեսքով, էլի որպես ավելի շատ սուվինիր իրեն կպահեմ, դժվար կիրառեմ, բայց ինչ որ իր սիրուն տեղը կգտնի, այսպես ասած կունենանք հայկական անկյուն, ինչը շատ հավես է։